իմ տպավորությամբ վաղը ավելի կարևոր նաև շեշտադրումներ տեղի կունենան, քանի որ հարց ու պատասխանի ձևաչափն ենք ունենալ։ Բայց այսօր մեկ հանգամանք այլևս հաստատվեց։ Սահմանադրական դատարանը հենց ինքը իր նախաձեռնությամբ իր իսկ լեգիտիմությունը կասկածի տակ դրել։ Եվ սա այլևս անհաղթահարելի։ Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը այդպես լուծել, Սահմանադրական դատարանը հենց իր իսկ գործողություններով առաջացրեց լեգիտիմության խնդիրը։ Իդեպ ես չեմ պատկերացնում ինչպես էր հնարավոր հենց այդ ձևով լուծել նշված հարցը։ Այո, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքը նախատեսում է, որ պետք է հենց Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը ներկայացնի Սահմանադրական դատարանի դատավորի մասնակցության անհնարինության հարցը։ Բայց այն հանգամանքները, որոնք մենք ներկայացրեցինք նիստի ընթացքում, վստահ եմ, թե դուք, թե մեր հայրենակիցները արձանագրած կլինեն, որ դրանք նախկինում քննարկված չէին։ Սահմանադրական դատարանի դատավորներից նաև հնչած հարցերը եւս դրա մասին էին վկայում։ Բայց տեսակ, որևէ մի դատավոր այդ հարցը չբարձրաձայնեց, դրանից բխող հետևանքներով։ Եկեք հերթականությամբ մոտենանք հարցերին, ամեն դեպքում կարծում եմ նաև հարց ու պատասխանի ձևաչափով որոշ իսկապես հետաքրքիր հարցադրումներ եւ դրանց վերաբերյալ պատասխաններ կլսեք։ Առնվազն եկեք ֆիքսենք մի կարևոր հանգամանք, ես նաև իմ ելույթում դրան անդրադարձա, պատկերացրեք Հայաստանի Հանրապետության անկախ մարմին հանդիսացող հակակոռուպցիոն կոմիտեն այսքան քրեական վարույթների հարցեր քննելով քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ ունի 0 հարուցած վարույթ։ Կարծում եմ հերթականությամբ հարցերը դեռ քննարկենք Սահմանադրական դատարանում, եթե ես այդ հարցին պատասխանեմ, ինչ որ իմաստով նման վարքագիծ կլինի քաղաքացիական պայմանագրի։ Մենք ընտրության արդյունքները վիճարկել ենք։ Մենք ընտրության արդյունքները ոչ միայն վիճարկում ենք, մենք գտնում ենք, որ դրանք պետք է անվավեր ճանաչվեն։ Կամ նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, կամ մատնատերի բաշխման կարգ, նոր կարգ սահմանվի։ Առնվազն մեկ հանգամանք հստակ արձանագրեցինք լեգիտիմության խնդիրը Սահմանադրական դատարանը իր կազմի ուղիղ արձանագրեց։ Կարծում եմ դա տեղի ունեցավ մեր հայրենակիցների աչքի առջև։ Գիտեք, միջազգային հանրության արձագանքների մի մասի վերաբերյալ ես նաև բացատրություններ ներկայացնելու շրջանակներում անդրադարձ կատարեցի, որ օրինակ այդքան խոսում էին արտաքին միջամտության մասին, արդյունքում արտաքին միջամտություն տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից ի աջակցություն քաղաքացիական պայմանագրի։ Սա փաստ է, այսինքն սա չենք կարող նույնիսկ վիճարկել։ Ինչ վերաբերում է Ալիկին Ալեքսանյան, ես որքանով որ տեղեկացված եմ, այդտեղ որևէ մի քրեական վարույթի հիմք չկա։ Օրինակ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթը կարող էր լինել այն, որ լիներ ինչպես քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, այսինքն 0, բայց քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ, եթե օբյեկտիվ լինեին տվյալները, այնտեղ 0 չէր կարող լինել։ Ալիկ Ալեքսանյանի դեպքում, եթե օբյեկտիվ լիներ տվյալները, այդտեղ քրեական վարույթ չպետք է լիներ առավել եւս կալանք։ Այո։ Ձեր ընտրողների համար որը պիտի ամենաշահեկանն ու արդարացին լինի։ Ամենաարդարացին կարծում եմ դա կլիներ երկրորդ փուլը։ Սամվել Կարապետյանը նաև դրա մասին եւս նշել էր։ Կարծում եմ, եթե քաղաքացիական պայմանագիրը այդքան համոզված է իր հանրային աջակցության վրա, որն է խոչընդոտը, որ իրենք եւս միանան մեր այդ դիրքորոշմանը, որտեղ հիշեցման կարգով իրենք չեն հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը։ Ձայների մեծամասնությունը իրենց դեմ է։ Եկեք հերթականությամբ մոտենանք։ Շնորհակալ եմ։ Ara,